Հաս ուզում եմ հիշեմ, ես ու դու վերջ անգամ երբ ենք կռվել։ Ճիշտ որ ասեմ ես էլ եմ դժվարանում հիշել։ Սիրելի հետևորդներ, այսօր մենք խոսալու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, անդրադառնալու ենք ընտանիքին եւ հատկապես խոսելու ենք ընտանեկան վեճերի մասին, թե ինչու են վիճում ընտանիքներում, ինչու են վիճում զույգերը իհարկե։ Մի փոքր անդրադառնամ ընտանիքին։ Ընտանիք կառույցը դա Աստծո ստեղծած առաջին կառույցն էր, առաջին ինստիտուտն էր։ Ընտանիքը այնքան կարևոր էր, որ Աստված, երբ որ Եդեմի պարտեզում Ադամն ու Եվան մեղք գործեցին, Աստված Եդեմից նրանց վտարեց, դուրս հանեց, բայց Աստված չկպավ ընտանիքին, այսինքն պահպանեց ընտանիք կառույցը, այդքան կարևոր էր ընտանիքը։ Այսօր չկան ընտանեկան, սենց կարանք ասենք, չգիտեմ, ընտանեկան ինստիտուտներ կամ ընտանեկան համասարաններ չկան, որտեղ կարող են զույգերը սովորել ինչպես լինեն լավ ամուսին, ինչպես լինեն լավ կին, ինչպես լինեն լավ հայր կամ լավ մայր, նման ինստիտուտներ չկա, բայց իհարկե ես մեկ մտածում լավ կներ, որ համասարաններ եւ ինստիտուտներ լիներ, ինչպես կարող էր մարդը լինել լավ հայր, լավ ամուսին, լավ հայրիկ, լավ մայր։ Մի խոսքով, արի մի փոքր խոսանք զույգերի վեճերի մասին։ Դու ճիշտ ես ասում, Արթուր, չկան ինստիտուտներ, բայց բարեբախտաբար Աստված թողել է մեզ այն համակարգը, այն աղբյուրը, որից կարող ենք օգտվել։ Հիմա Հայաստանում մեր ընտանիքները կառուցվում են հիմնվելով մշակույթի վրա, հիմնվելով ընտանեկան ավանդույթների, սովորությունների, պատմության վրա։ Եվ սերնդեսերունդ կարծես թե նույն շրջանը կրկնվում է, նույն օրինակը վերցնելով եւ ապրելով։ Եվ այո, շատ դրական, շատ լավ արժեքներ ունենք մենք մեր հայ մշակույթի մեջ, մենք շատ լավ ընտանեկան արժեքներ ունենք մեր ընտանիքների մեջ, բայց այս ժամանակներում հատկապես ակնհայտ է դառնում, որ բացակայում է աստվածաշնչյան ընտանիքի հիմքը, որի վրա ավելի ամուր կլինի հայ ընտանիքը, որի վրա ավելի երջանիկ կկառուցվի զույգերի ամուսնական կյանքը, որի վրա երեխաները ավելի առողջ մթնոլորտում ընտանեկան կմեծանան։ Եվ կարևոր է, որ բարձրաձայնենք աստվածաշնչի հիմքը կարևոր դարձնելու մեր ընտանիքների մեջ։ Կարծում եմ, որ կարող ենք օգտագործել Աստվածաշունչը որպես ուսուցիչ ցանկացած ընտանեկան իրավիճակների, բախումների, վեճերի կամ անգամ բաժանման եզրին գտնվելու դեպքում։ Շատ լավ, այսինքն կարող ենք ասել Աստվածաշունչը այն կարևոր եւ առաջնային ձեռնարկն է, որը խոսում է ընտանիքի մասին։ Այո, եւ դաստիարակությունը Աստվածաշնչի հենց պետք է մանկուց սկսվի, այսինքն ծնողները իրենք էլ պետք է կրթված լինեն Աստվածաշնչով, որպեսզի կարողանան իրենց սերունդներին էլ փոխանցել ճիշտ ուսուցումները։ Կարևոր է, որպեսզի երեխաները մանկուց սկսած ունենան մանկական Աստվածաշունչ, որը որ շատ կարևոր է, Արթուր, ես ու դու էլ մենք մեր մանկության ընթացքում ունեցել ենք այն վարդագույն մանկական Աստվածաշունչը, որը որ մեզ համար հիմք է ծառայել, որը որ մեզ համար ուղեցույց է եղել, եւ վստահ եմ, որ մեր երջանիկ ընտանիքի եւ այն բանի, որ մենք չենք էլ հիշում, թե երբ ենք վիճել հիմքը, եկել է ոչ միայն մեր ընտանիքի, մեր ծնողների ճիշտ օրինակից, մեր մշակույթից փոխանցված արժեքներից, այլ հենց Աստվածաշնչից։ Շատ լավ։ Արի ուրեմն մի փոքր էլ անդրադառնանք ինչ են կռվում, լավ, ինչ են կռիվները շատացել են միանշանակ, վեճերը շատացել են, բնականաբար բաժանություններն էլ այսօր այն թվին է հասել, որ երբեք մենք նման վիճակագրություն, նման կարգավիճակ չենք ունեցել, հենց հատկապես Հայաստանում, որ այսօր բաժանությունները ինչքան շատացել ու շատացել են։ Իհարկե նախկինում իհարկե կար այդ փաստը, որ մարդիկ հիմա այսպես են ասում, որ ժամանակին մարդիկ ուզում էին էլի բաժանվեին, բայց ամոթի պատճառով չէին բաժանվում, հիմա ամոթը վերացել է ավելի, բայց այո, կար այդ ամոթի ֆակտորը, փաստը կար, բայց միանշանակ այսօր բաժանությունները շատացել է եւ շատ բաժանվողներ նույնիսկ ոչ թե ամոթով, ոչ թե վախվորվածությամբ, այլ ընդհակառակը շրջանակ պարծենկոտությունով են խոսում, որ բաժանվեցինք, պրծանք, ավելի sense, չգիտեմ,
մարդ կա, որ ամուսնացած է, քաջալերում է նույնիսկ կարող է ես է բաժանվում էդ էլա ճիշտ։ Մի խոսքով սա այն հարցն է, որը այսօր լուրջ խնդիր է։ Այո, վեճերի մասին խոսենք։ Չեմ ուզենա այս հաղորդման շրջանակներում խոսենք նաև բաժանման մասին, որովհետև դա մեկ այլ մեծ թեմա է, որին կարող ենք անդրադառնալ, թե Աստվածաշունչը եւ Քրիստոսը ինչպես է ուսուցանում, ինչ է ասում բաժանման մասին, այլ խոսենք հենց կռվելու, չկռվելու եւ բաժանման չհասնելու մասին այս հաղորդման շրջանակներում։ Ինչու են կռվում զույգերը։ Իհարկե ոչ մի զույգ ամուսնանալիս չի երազում, որ պիտի ամուսնանանք, սկսենք իրար հետ կռվել, վիճել եւ հասնել բաժանման։ Բոլորն էլ ամուսնանալիս այդ երազանք ունեն երջանիկ ընտանիք կազմելու։ Այդ դեպքում ինչու են լինում վեճերը։ Երբ որ երկու կողմը միաբանվում են ոչ միայն այդ երկու անձը, այլ միաբանվում են նրանց պատմությունը, նրանց անցյալը, նրանց սովորությունները, աշխարհայացքը, պատկերացումները, լավ ու վատ կողմերը իրենց միախառնվում են եւ քանի որ իրենք նոր են միացել իրար, դժվարանում են հաղթահարել այն փոփոխությունները, որ պիտի արդեն հաշվի առնեն միատեղ համատեղ կյանքի ընթացքում, այն զիջումները, որոնց պիտի պատրաստ լինեն գնալու, այն իրավիճակը, որ դու ինքդ քեզ դնես մի կողմ եւ առաջնայինը նայես կողակցիդ կարիքները, առօրյայից եկած խնդիրներն են հիմնականում լինում։ Լինում են նաեւ վեճի պատճառներ, հատկապես նոր կազմված ընտանիքներում, երկու կողմի ծնողների իրենց հարցերին, իրենց գործերին խառնվելու կամ իմ կողմին գնալու, քո կողմին չգնալու այսպիսի հարցերը, որոնք որ կարելի է լուծել հենց սկզբից ճիշտ սկզբունքներ, ճիշտ սահմաններ, ճիշտ դիրքորոշում դնելու արդյունքում։ Դու ինչ ես կարծում, Արթուր։ Համաձայն եմ քո հետ ու վստահ կարող ենք ասել, որ եթե դու ամուսնանում ես մեկի, դու ամուսնանում ես նրա գենետիկ սովորույթների հետ նաև դու ամուսնանում ես նաև իր վատ սովորությունների հետ դու ամուսնանում ես այն ամեն ինչ հետ ինչ որ ինքը ունի նաև ուզում եմ այս փաստներ նշեմ որ որոշների համար վիճելը կռվելը գիտես բնական է նաև օրինակ մարդ կա միջև ամուսնանալը այսպես է նայում որ այո պետք է վիճենք այսինքն վեճին կամ կռվելուն իրանք նայում են արդեն իսկ ի սկզբանե բնական որ դա պետքա լինի այո վեճը կարա լինի զույգերի մեջ կարա լինի ես էլ եմ ընդունում որ կարա լինի բայց երբ որ մարդը դրան նայում է բնական որ հապա ոնց պետքա վիճենք արդեն իսկ սա հիմք է որ իրանք ամուսնանալուց հետո սկսել են վիճել ինչի եմ ասում ես օրինակ իմ ամուսնանալուց առաջ այսպես էի տրամադրված ու այսպես էի մտածում որ մենք չենք վիճելու տենցա թե չէ մենք իրար հետ ինչքան ենք խոսացել որ նույնիսկ մեզ որ հարցնում են դուք իրար հետ վիճում եք ասում ենք չէ զարմացած նայում են մեզ որտեվ իրականում չենք էլ վիճում այո մենք անհամաձայնություններ ունեցել ենք եւ այսօր էլ ունենում ենք հարցեր են լինում որ դու այլ կերպ ես մտածում ես այլ կերպ միգուցե դա հասնում է ինչ որ հարցեր քննարկելու վիճաբանության տեսքով բայց երբեք կռվի եւ ես միշտ զույգերին ամուսնացած եւ ամուսնության պատրաստվող հիմնականում սա եմ քաջալերում որ որոշում ունեցեք որ չեք կռվելու եւ որոշում ունեցեք որ չեք բաժանվելու սրանք որոշումներ են գիտեք որտեվ այդպիսի իրավիճակները գալու են մեր կյանքի մեջ բայց այդ մեր որոշումը որ իրավիճակ եղավ մենք կռվեցինք պիտի հաշտվենք Աստվածաշունչն էլ այդպիսի խոսք ունի չէ ասում է քո բարկության վրա թող արևը մայր չմտնի այո հնարավոր է այդպիսի իրավիճակ որ բարկության հասնես, անհամաձայնության հասնես, բայց պետք է այդ հարցը լուծվի, ցանկացած հարց լուծում ունի, եթե երկու կողմն էլ պատրաստ են դա լուծելու։ Շատ լավ։ Այսինքն առաջնային կարանք ասենք այսպես, որ որոշում ունենան չկռվելու, բայց եթե անգամ լինում է կռիվ, լինում է անհամաձայնություն, պետք է արեգակը մայր չմտնի, այսինքն փորձեն հենց այդ օրը այդ հարցը լուծում տան, որպեսզի հաղթանակ ունենան առաջացած խնդրի վրա։ Շատ լավ։ Կարան զույգերը սիրեն իրար եւ միևնույն ժամանակ վիճեն։ Այո, իհարկե։ Այսինքն չեն կարող ասենք վիճում են, չեն սիրում դրա համար են վիճում։ Իհարկե, անհամաձայն կարող են լինել ոչ միայն զույգերը,
ծնողները երեխաների հետ, երեխաները ծնողների հետ անհամաձայն լինելը որոշ հարցերում բնական է, բայց պետք է գտնել ընդհանուր եզրը, ինչպես այդ հարցին լուծում տալ եւ անցնել առաջ։ Զույգերի կյանքում շատ կարևոր է նաեւ սեռական կյանքը։ Սա այն թեման է, որի մասին ամոթ է բարձրաձայնելը, խոսելը, բայց շատ հաճախ վեճերի հիմնական խնդիրը սա է լինում։ Եվ սա որոշ առումով հատկապես անցյալում կախված էր մեր մշակութային այդ ամոթի հետ, որ այդ թեմայով զրուցելը, դաստիարակություն փոխանցելը ամոթ էր համարվում։ Եվ մեր աղջիկները ամուսնանում էին շատ հարցերում անտեղյակ եւ այդ ամոթի մթնոլորտի մեջ եւ անգամ իրենց ամուսնական կյանքի մեջ իրենց ննջարանում ամոթ էին զգում այդ թեմայով ոչ միայն զրուցելը, այլ անգամ այդ կյանքով ապրելը։ Շատ կարևոր է, որպեսզի զույգերը տեղեկացված լինեն այդ հարցի շուրջ եւ այդ հարցում էլ իրար հետ սիրով լինեն, իրար հետ ներդաշնակ լինեն։ Աստվածաշունչը ասում է եւ կնոջը եւ ամուսնուն մի զրկեք իրար, այսինքն Աստված ինքն էլ մարդուն ստեղծելով գիտի ինչպիսին է ստեղծել եւ գիտի թե որքան կարեւոր է դա ամուսնական կյանքի մեջ։ Իհարկե ես խոսում եմ առողջ, բարոյական փոխհարաբերությունների մասին, հիմա ընդհանրական չեն կարող բարձրաձայնել դրանց մասին, բայց սեռական կյանքը կարեւոր է զույգերի կյանքի մեջ։ Շատ լավ, եթե կռիվների պատճառը լինում է ինչ որ մեկի նաև բնավորության չփոխվելը, որտեվ պնդում է մի կողմը, որ այս հարցում ինչ որ մեկը չի փոխվում։ Ինչ կասենք, եւ իրանց վեճի հիմնական պատճառը կոնկրետ ինչ որ բանից է, այսինքն մեկը այս ինչ հարցում չի փոխվում, ինչ անել։ Քո խորհուրդը։ Շատ դժվար է այդ բարական, եւ որ մեկը ուղղակի որոշում է չփոխվել։ Ասում եմ ես սենցն եմ։ Չէ, չկա այդպիսի բան, ես այսպիսին եմ։ Եթե ընտանեկան միջավայրը, մթնոլորտը, խաղաղությունը պահանջում է մյուս կողմի փոփոխությունը, իհարկե պետք է մարդը ջանք անի, որպեսզի փոխվի, որպեսզի վեճերից խուսափի։ Դու ինչ ես կարծում այդ մասին։ Միանշանակ, եթե նրանք ամուսնացել են, պատրաստ են իրար համար կյանք տալ, այսպես ասած, ու պատրաստ պետք է լինեն հրաժարվելու այն ամեն ինչից, դա կարող լինի սովորություն, չգիտեմ, բնավորություն, ինչ որ մի բան, որը դիմացինին կամ այսինքն իր կողակցին խանգարում է կամ ցավացնում է կամ անհանգստացնում է, միանշանակ նրանք երկուսով այդ հարցի համար պետք է պայքարեն եւ իհարկե ով որ կրում են նման սովորույթը կամ խնդիրը ինքը պետք է ունենա որոշում, պիտի փոխվի, պիտի ջանք անը, պիտի փոխվի, բայց իհարկե եթե մեկը որոշել է, չէ, ես սենց եմ, սենց է պետք է մնամ, սա արդեն խնդիր է, սա արդեն ճիշտ ընտանեկան կարգավիճակ չի, երկուսն է պիտի գան համաձայնության։ Աստծո խոսքը ասում է իրար հնազանդ եղեք, այսինքն մեկը մյուսին նաև պետք է հնազանդ լինել, որտեղ որոշ ժամանակ իհարկե տղամարդիկ են այս խոսքը վերցնում, որ մենակ իրանք կինը մենակ պետք է հնազանդի, բայց Աստվածաշունչը ասում է իրար հնազանդ լինելու մասին։ Այո։ Շատ կարևոր բան ես ասում, այո։ Եվ նաև կարևոր է այդպիսի վիճաբանությունները բնավորության հետ կապված զույգերի առաջին տարիների մեջ են ի հայտ գալիս, երբ որ այդ հղկման, իրար ճանաչելու, իրար հանդուրժելու եւ իրար հարմարվելու փուլն են դեռ հաղթահարում։ Դա հաղթահարվող է եւ ես քաջալերում եմ, որ որևէ մեկը չհիասթափվի իրենց առաջին վեճերից, կռիվներից անգամ, եթե եղել են, միևնույն է, բժշկություն կա, ցանկացած կռվից հետո էլ Աստծո խոսքը կարողանում է միաբանել զույգերին, վերքերը բժշկել, հիասթափությունները վերցնել եւ նորից կանգնեցնել այն կետի վրա սիրո միասին առաջ գնալու կետի վրա, որպեսզի զույգերը շարունակեն երջանիկ լինել։ Միայն Աստված է կարող զույգերին պահել միաբանության, հաշտության, խաղաղության մեջ, որտեվ Սատանան հենց ծննդոցից սկսված, երբ որ ստեղծվեց ընտանիք կառույցը, Ադամը Եվան, Սատանան այդ փուլից սկսած փորձել է խաթարել ընտանեկան միաբանությունը, միությունը, երջանկությունը եւ այսօր էլ շարունակում է եւ ինչպես որ Աստված կարողացավ պահպանել ընտանիք, ինչպես դու ասեցիր, եղավ
երկրագնդի վրա առաջին մեղքը եւ կարելի է կարծել Աստված պատճառ ուներ լիարժեք բաժանելու զույգերին, բայց անգամ Աստված այդ քայլը չարեց, այլ մտածեց ինչպես պահպանել նրանց ընտանիքը եւ ինչպես վերադարձնել նրանց երջանիկ մթնոլորտի մեջ։ Նույն ձև էլ մենք եթե ունենք խնդիր, դժվարություն եւ տեսնում ենք ինքնուրույն չենք կարողանում այս հարցին լուծում տալ, Աստծուն մոտեցեք, Աստծու մեջ փնտրեք խաղաղությունը, պատասխանները, ելքերը եւ կլինի լուծումը։ Նաեւ ուզում եմ ասել, որ ընտանեկան առաջին տարիներին զույգերի կյանքում վիճաբանությունները, ինչպես նշեցի, լինում են նաեւ ծնողների ոչ միայն միջամտությամբ, լինում է, այո, լինում է նաեւ միամտաբար։ Ես չեմ խոսում այն դեպքերի մասին, որ այո, հենց միջամտությամբ, խառնվելով եւ այլնի պատճառով են լինում, այլ լինում են զույգերի անզգուշության, անտեղյակության կամ գերհոգատարության պատճառով։ Դեռ նոր են ամուսնացել, դեռ պետք է այդ տարին իրենք իրար նվիրեն, իրար հետ որոշ բաներ անել, չանելու, սկսում են կենտրոնանալ։ Այսօր մամայիս ծնունդն է, վաղը պապայի, այսօր իմ մամային է։ Պետք է գնանք այստեղ, պետք է իրենց անենք սա։ Հիմա գնանք իրենց տուն, հիմա իրենց սա տանենք, սա։ Այսինքն կենտրոնացումը իրենց վրայից փոխանցվում է ծնողների պարտական լինելու վրա եւ կորցնում են իրենց կապը։ Կարևոր է, որ այս առաջին տարվա մեջ հատկապես, որտեղ Աստծո խոսքն էլ ունի այսպիսի խոսք, ասում է, երբ որ հին ուխտում ամուսնանում էր տղամարդը, 1 տարի, այո, զինվորականությունից անգամ դադարում էր, որևէ զբաղվածություն չէր ունենում եւ այդպես գրված է, որպիսի ուրախացնի իր կնոջը։ Այսինքն Աստված գիտի, որ առաջին տարին շատ խոցելի տարի է զույգերի կյանքում եւ կարեւոր է, որ իրենք լինեն իրար վրա կենտրոնացած, իրարով տարված, որպիսի ամրանա իրենց հիմքը։ Եվ դրանից հետո արդեն իհարկե մենք այնպիսի մշակույթում ենք Փառք Աստծո եւ այնպիսի ընտանեկան դաստիարակություն ունեն մեր երիտասարդները, որ ծնողները պետք է իրենց տեղում լինեն, հարգանքը պետք է իրենց տեղում լինի, միևնույն է, այդ զույգերը կվերադարձնեն ծնողների հասանելիք ուշադրությունը, խնամքը, բայց առաջին տարին կարևոր է, որ ծնողներն էլ այդ սպասելիքը չունենան հարսից, փեսայից, աղջկանից, տղայից եւ նաեւ զույգերն էլ իրենք մտածեն, որ ոչինչ, որ այս տարին մենք ավելի կենտրոնացած լինենք իրար վրա, քան թե ծնողների վրա, հանուն ընտանիքի ամրության եւ հանուն հետագա մեծ ընտանիքի համերաշխության։ Հետարքիր է, որ ստատիստիկան էլ այսօր ցույց է տալի, որ հիմնական բաժանությունները հենց լինում են առաջին տարվա մեջ։ Այո։ Ամենադժվար ժամանակ առաջի տարին, այսինքն եթե հաղթահարում են, առաջի տարին հետագայում զույգերը իրար հետ շարունակում են ու իզուր չի որ Աստվածաշունչը հենց այդ 1 տարվա հետ կապված կարևոր խոսք ունի, հենց որ զույգերը, այսինքն ամուսինը պետք է մնա նույնիսկ պատերազմի չմասնակցի, որ իր կնոջ ուրախացնի։ Շատ լավ, ծավալուն թեմա է, մենք այս թեմային չենք կարա, մենք կարանք այս թեման սկսենք, բայց չենք կարա ավարտենք, որտեղ ամեն ընտանիք իր պատմությունն ունի, ամեն ընտանիք իր մի խոսքով, բայց լուծում կա, ամենակարևորը, որ լուծում կա եւ նայած ամբողջ հարցեստեղը, թե մարդը որտեղ է այդ լուծումը փնտրում։ Կարևորը կա լուծում։ Իսկ եթե մարդը ուզում է լուծում գտնի եւ լուծումը Աստվածաշնչի մեջ, այսինքն քանի որ Աստված է ստեղծել ընտանիքը, ես հաճախ եմ ասում իհարկե, եթե Աստված է ստեղծել, բնականաբար Աստված է ստեղծել, դա Աստծո մտահղացումն է։ Քանի որ Աստված է ստեղծել, ուրեմն Աստված էլ կարող է այդ ընտանիքը պահպանել, այսինքն մենք պետք է դիմենք Աստծուն, մենք պետք է մոտենանք Աստծուն, որովհետեւ ընտանիքի պահպանողը նույնպես հանդիսանում է Աստված։ Ելքը կա, ճանապարհը կա, մնում է մարդիկ այդ ելքից եւ այդ ճանապարհից օգտվեն, որպեսզի ունենան ամուր եւ չկռվող ընտանիքներ։ Շատ լավ, Աստված օրհնի, այսօր մենք մի փոքր, անդրադարձանք, կարելի ասել, շատ քիչ, շատ չնչին անդրադարձանք, բայց մենք նորից կանդրադառնանք շատ կարևոր հարցերի, որը կօգնի ընտանիքներին, օգնի ընտանիքներին, որ իրենց տունը լինի դրախտավայր, որտեղ ընտանիքը, եթե դառավ հրաշք միտեղ, զույգերը շտապում են դեպի իրար, շտապում են դեպի տուն, ինչպես ես ու դու ենք անում,
Իսկ եթե ընտանիքը դարձավ մի դժոխք, մարդիկ ինստինկտիվ փախնում են այդ վայրից, այդ միջավայրից։ Թող Աստված օրհնի ձեր ընտանիքները լինի մի դրախտավայր, որտեղ դուք կշտապեք դեպի ձեր կողակցին, դեպի ձեր ընտանիքները։ Մենք նորից կանդրադառնանք կարևոր թեմաների։